Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 29։ Մեկ բան եմ խնդրում Տերիցը, և այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ և նրա տաճարին զննելով մտիկ տամ։ Սաղմոս 27-րդ գլուխ 4-րդ խոսք։ Աստվածային բաների հոգևոր վեհության և գեղեցկության զգացումը նույնպես անմիջականորեն նպաստում է ավետարանի ճշմարտության մեջ մտքի համոզմանը, քանի որ ավետարանում հռչակվում են այն ամենակարևոր բաներից շատերը, որոնք թաքնված են մարդկանց աչքերից և որոնց ճշմարտությունը էապես կայանում է այս վեհության մեջ կամ անմիջապես կախված է և բխում է դրանից, այնպես որ երբ երևում է այդ վեհությունը, երևում է նաև այդ ամենի ճշմարտությունը։ Երբ մարդկանց աչքերը բացվում են տեսնելու աստվածային խոսքերի մեջ թաքնված սուրբ գեղեցկությունն ու գրավչությունը, անմիջապես երևում է, որ ավետարանի ամենակարևոր վարդապետություններից շատերը, որոնք կախված են դրանից և որոնք տարօրինակ և անհասկանալի են թվում մարդկանց համար, ճշմարիտ են։ Այդպիսով, այն ցույց է տալիս այն ճշմարտությունը, ինչ Աստծո խոսքը հայտարարում է մեղքի անսահման չարության մասին, քանի որ նույն աչքը, որը տարբերակում է սրբության անսահման գեղեցկությունը, արդեն իսկ տեսնում է դրա մեջ մեղքի անսահման զզվանքը։ Նույն համի զգացողությունը, որը վայելում է իրական բարոյական բարիքի քաղցրությունը, զգում է բարոյական չարիքի դառնությունը, և այդ կերպ մարդը տեսնում է իր սեփական մեղավորությունն ու տգեղությունը, քանի որ նա ձեռք է բերում այս բնույթի առարկաները տարբերակելու գիտակցություն և այդպիսով տեսնում է այն ճշմարտությունը, ինչ Աստծո խոսքը հայտարարում է մարդկության անսահման մեղավորության մասին, որը նա նախկինում չէր տեսնում, և այդժամ նոր աչքերով է տեսնում իր սրտի սարսափելի պղծությունը և իր բնույթի անհույս ապականությունը։